Հայկական բարեգործական ընդհանուր միության 100-ամյակի միջոցառումների շրջանակում կազմակերպության ներկայացուցիչներն այցելել էին Արցախ։ Նրանք եղել են Հադրութի սահմանամերձ գոտում իրենց հովանավորությամբ կառուցված Նորաշեն գյուղում ծանոթացել հարակից Վարեշենում և Ջրակնում կատարվող աշխատանքներին, ներկայացնում են Արցախի մեր գործընկերները։ Սիրիահայ Լևոն Եղուբյանը եկել է պապերի երկիր և ուզում է նամակագրություն հաստատել նորաշենցի հասակակցի հետ։ Ես այստեղ շատ կսիրեմ, ծառերը ամեն տեղ կար, ես ծառերը շատ կսիրեմ անհամեմատ։ Սփյուռքահայ երիտասարդները մեկ շաբաթ անցկացնելու են նորաշենցիների հետ։ Սա հայ բարեգործական ընդհանուր միության սահմանամերձ գյուղը շենացնելու ծրագրի մի մասն է։ Նրանց միջոցներով այստեղ կառուցվել են 22 տուն, դպրոց, մանկապարտեզ ու բուժկետ։ Նորաշենում մենք ընտանիքով եկել ենք Քարինցավան քաղաքից, որպեսզի պաշտպանենք մեր հայկական հողերը։ Բուժկետը կառուցվել է 3 տարի առաջ, դեղորայքը նույնպես միությունն է ապահովում։ Դպրոցին օրերս նվիրեցին 4 համակարգիչ ու հեռուստացույց։ Նորաշենի մասին շատ հաճախ լսած ենք, դեպի այդներով, մանավանդ հայկական մեր շրջանակներում մեջ, դարիները իվեր հայկական հայկական ընդհանուր միությունը այս գյուղը հոգացած է եւ այսօր 120 անտիկ ասենք բնագին մանուկներ երդասարտներ մեծ է, որը շատ դժվարի չէ։ Մանավանդ տեսնելով, որ անոնք հոս չէին, վերադարձած են ազատագրված այս հողերուն վրա, գույքան կոլեկտիվը գպազմանա շուշտ։ 2003-ին իվեր 4 տարին լալով մեր հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի եւ ուրիշ երկրներու միայն Ֆրանսիայի չի պատկանի, բայց Ֆրանսիային զակացած ծրագիրը հոս կուքանք եւ երդասարտներուն հետ 2005 թվականին մեկ շաբաթ ապրած ենք հոս երդասարտներուն հետ եւ շատ լավ ծրագիր ու մեջտեղ բերած էինք այդ երդասարտներուն հետ։ Երդասարտները գամավոր երդասարտներ չեն, իրենց ջամփա ծախսերը վճարած, լի վճարած երդասարտներ են 15-ին 18 տարեկան, որ այստեղ քյուրին մանկապարտեզին դպրոցին շուրջ հողագործություն հրաժարեցին, շինարարություն հրաժարեցին։ Արցախի վերածննդի ծրագիրը շարունակական է։ Վարեշեն գյուղում կառուցվել է 3 տուն, Ջրակնում նախատեսվում է 20-ը։